ներողություն, մինչ իշխանությունը անհոգ կարկանդակ է ուտում, միջին խավը սոցիալական խնդիրների է բախվում, առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել, ձուն, կարակը, կարտոֆիլը, հացամթերքը, հացաբուլկեղենը, ինչ անեն այն մարդիկ, որոնք մի քանի միլիոն պարգևավճար չեն ստանում եւ չեն գավ կարկանդակ։ Այդ ձեր ասած մի քանի միլիոն դրամ պարգևավճար ստացող, մի քանի միլիոն չէ, մի քանի 100,000 դրամ պարգևավճար ստացող գլխավոր մասնագետների, օրինակ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետների, առաջատար մասնագետների, փորձագետների, վարչության խորհրդականների, բաժնի պետերի, վարչության պետերի եւ այլ պաշտոնյաների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 7.2% տնտեսական աճ է արձանագրվել, որի հետևանքով օրինակ կառավարությունը կարողացել է անվճար բժշկական ապահովագրություն ստեղծել, որի հետևանքով օրինակ ձեր նշած խավը, ասենք ենթադրենք 30 կամ 50,000 դրամ բժշկական դեղեր առնելու փոխարեն այդ գումարը կուղի իր կյանքի բարելավմանը 10,000 դրամ կենսաթոշակն է ավելացել 10,000 դրամ հետ վճարով 20 դրամ կուղի իր կյանքի բարելավմանը եւ այսպես շարունակ այնպես որ ես կարծում եմ որ ավելի լավ է ունենալ օրինակ գլխավոր մասնագետներ վարչության պետեր բաժնի պետեր ովքեր ստանում են չեն ստանում 200,000 դրամ աշխատավարձ, այլ ստանում են 400,000 դրամ աշխատավարձ եւ կարողանում են այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդիկ գնում են ոչ թե տուն են վաճառում, որ 3 միլիոն դրամով կարողանան իրենց ծնողի վիրահատությունը անեն, այլ պետությունը անվճար անում է։ Իսկ ձեր հարցի պատասխանը արդյոք քաղաքացիները կգնահատեն թե չէ, հունիսի 7-ի երեկոյան դուք կտեսնեք, դուք եք ճիշտ, թե գնաճ կա առաջին անհրաժեշտության ապրանքների Ես ասի, այո, իհարկե կա գնաճ, որը խնդրահարույց է, եւ գնաճի համար սահմանադրությամբ կա պատասխանատու մարմին կենտրոնական բանկ։ Եվ կենտրոնական բանկն ասում է թոշակների բարձրացում Կենտրոնական բանկը ասում է որ թոշակների բարձրացումը 0.2% կարող է ազդել, բայց հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, ընտանիքը ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին, իրար հետ 120,000 դրամ, հիմա ստանալու են 140,000 դրամ, գումարած ամեն մեկը 10,000 դրամ էլ կստանա բան հետ վճար։ Հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10 40,000 դրամ ավել ստանան, թե օրինակ 0.2% գնաճ չլիներ։ Գնացեք այդ մարդկանց հարցրեք։ Իսկ դուք 140,000-ով կարող եք ապրել մեկ ամիս բան։ Ուրեմն իհարկե դժվար է ապրել 140-ով, բայց 100-ով ավելի վատ է։ 16,000 դրամով շատ ավելի վատ է ապրել։ 16,000 դրամով, որը գիտեք քանի տարի առաջ էր 16,000 դրամ։ 9 տարի առաջ 16,000 դրամով ավելի դժվար էր ապրել։ Ինձ որ հարցնեք, ժողովուրդ ջան, ես կուզեմ շատ բարձր լինի թոշակները։ Իսկ որպեսզի շատ բարձր լինի, պետք է մի հատ էլ կներեք, չէ, որպեսզի շատ բարձր լինի, պիտի 7.2% լինի, մի հատ էլ 7.2%, մի հատ էլ 7.2, իսկ այդ 7.2-ն էլ որպեսզի լինի, բաժնի պետը, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ վարչության պետը չպիտի ստանա 200,000 դրամ։ 200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանա 10,000 դրամով։ Եթե ստանում են 400,000 դրամ, եթե ստանում են 400,000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում, արդյունքներն էլ լավն են լինում, մեր 600,000 եւ ավել 667,000 մարդու համար 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ։ Եվ եթե այդ 75 միլիարդ դրամի համար պետքա օրինակ 5,000 մարդու 1 միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել, որովհետեւ ես իմանամ մի հատ էլ 1 միլիարդ տանք 5,000 մարդու, օրինակ մի հատ էլ 75 միլիարդ կստեղծվի, հաստատ ես կառաջարկեմ ու որ քաղաքական ուժն էլ իմանա դա առաջարկի, մեր ժողովուրդը կգնա իրան քվեարկի։ Նախընտրական չէ ամեն ինչը, Բացարձակապես նախընտրական չի, դա արդյունքների վրա հիմնված է։